Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Նաիրա Գրիգորյանի ազգային ժողովի նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր գործով քրեական վարույթի նախաքննությունը։ Քննիչը ներկայացնում է բազմահատոր գործի մանրամասները։ Իր վարույթում գտնված քաղաքացիական գործով որոշ դեպքերում ընդհանրապես չի կատարել իր պաշտոնական լիազորությունները, իսկ առանձին դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնական լիազորությունները, չի նկատել, ավելի ճիշտ չի արձանագրել, պարտավոր լինելով արձանագրել որոշակի խախտումներ, չի արձանագրել վարույթային բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում կայացրել է ակնհայտ անարդար դատական ակտ վճիռ, բավարարելով կողմի բոլոր պահանջները եւ օրինական ուժ տալով ակտին։ Վճռի միջոցով հանցավոր կազմակերպությունը խարդախությամբ կեղծիքներով օտարել է այլ անձանց պատկանող 38 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը, Էջմիածնում սեփական տունն ու կից հողամասը։ Ավելի վաղ քննչական կոմիտեում էր քննվել վարույթ, որն այժմ դատարանում է։ Գործը վերաբերում է հանցավոր խմբի կողմից Երևանում եւ մարզերում միայնակ տարեցների բնակարանների հափշտակությանը։ Քննիչ Հայդինյանը շեշտում է, դատավորի եւ հանցավոր կազմակերպության միջև որևէ աղերս կապ նախաքննությամբ չի հաստատվել։ Տվյալներ, որ դատավորը գործող խմբի մասին տեղյակ է եղել եւ որ վճիռը կօգտագործեն հանցանքն ավարտին հասցնելու համար, ձեռք չեն բերվել։ Որ դատավորը համապատասխան խախտումները չարձանագրելով հանդերձ որևէ տեղեկություններ է ունեցել ենթադրվել կատարվելիք հանցագործության մասին նախաքննության ընթացքում չեն ստացվել, ամեն դեպքում դատավորը պարտավոր է եղել արձանագրել մի շարք խախտումներ, պարտավոր է վերհանել այդ խախտումները եւ պատշաճ գնահատական տալ իրավական, ինչը նրա կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարվել։ Քննիչը նաեւ մանրամասնում է, որպես դիմումը ներկայացրած անձի ներկայացուցիչ հանդես է եկել դատավոր Գրիգորյանի ազգականը։ Վարույթի հենց առաջին փուլում առկա են եղել վարութային խախտումներ։ Մի շարք խախտումներ թույլ տալով կայացվել է ակնհայտ անարդար դատական ակտ։ Դա ըստ քննիչի հիմնավորվել է նաև հանգամանքով, որ վերաքննիչ դատարանը բեկանել է ակտը, հաշվի առնելով վարույթում հանգամանքները, որոնց պարագայում չպետք է քննվեր հայցը, ինչը չի արվել։ Դատավոր Նստ Այդինյանի դատական նիստում չի բացահայտել դիմումատուի լիազոր ներկայացուցչի հետ իր ազգակցական կապը, չի անդրադարձել ինքնաբացարկի հիմքերին եւ խախտելով օրենսդրական պահանջը թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող ազգականին մասնակցել դատաքննությանը որպես դիմումատուի ներկայացուցիչ։ Նախքան հայցադիմումը հայտնվի դատավորի մոտ, կոնկրետ մեր վարույթով անցնող, 2 անգամ նմանատիպ դիմում ներկայացվել է, սակայն մակագրվել է այլ դատավորի։ Ամեն անգամ, երբ որ մակագրվում էր ոչ իրենց ցանկալի դատավորին, հայցը հետ էր վերցվում։ 2 անգամ մակագրվել այլ դատավորի հետ է վերցվել, երբ որ երրորդ անգամ ավտոմատացված է այդ մակագրման համակարգով արդեն մակագրվել է մեր վարույթով անցնող կոնկրետ դատավորին, այս անգամ արդեն վարույթը ընդունվել եւ ընթացքավորվել է։ Գործն ըստ Այդինյանի քննվել է 21 օրում, ինչը դատական պրակտիկայում բացառիկ արագություն է։ Տեղի է ունեցել դատական 1 նիստ։ Քննիչը նաեւ հավելում է, դատաքննությանը Գրիգորյանը դրսևորել է ընդգծված ուղղորդող վարքագիծ, վկաներին տվել է կիսատ պռատ հուշող հարցեր։ Դատավորն ըստ նյութերի չի արձագանքել ներկայացված կեղծ ոչ պատշաճ թարգմանված բովանդակային հակասություններով փաստաթղթերին, որոնք դրվել են վճռի հիմքում։ Վարույթով 2 անձ ճանաչվել է տուժող, որոնց գույքն ապօրինի օտարվել է։ Գույքի սեփականության իրավունքը այժմ դատարանում վիճարկվում է։ Քրեական այս վարույթով մեղադրանք է ներկայացվել միայն Նաիրա Գրիգորյանին։ Մեղքը նախաքննության փուլում ընդունված չի ու մյուս առումներով արդեն դիրքորոշում այս բանին չենք հայտնի, մեղքը չենք ընդունում, գնում ենք նրան, որ պետք է օբյեկտիվ քննության արդյունքում արդարություն լինի։ Նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, որով բավարարել է դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Նույն օրը Գրիգորյանին ներկայացվել է մեղադրանք։ ԲԴԽ մեկ այլ որոշմամբ միջև վարույթի ավարտը դատավորի լիազորությունները կասեցվել են, որպես խափանման միջոց կիրառվել է գրավ եւ երկրից բացակայելու արգելքը։ Այս դրվագով քննչական կոմիտեում վարույթը նախաձեռնվել է 2024-ի սեպտեմբերին։ Մեկ ամիս անց փոխանցվել հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Մայա Խաչատրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։